անկլավներ հիմա որ Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Այո։ Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք։ Հայաստանի տարածքի հետ տեղի ունեցողն արդեն աճուրդել չէ, քանի որ աճուրդում մեկ բան տալով, մեկ այլ բան ստանում ես։ Այս դեպքում մենք ոչինչ չենք ստանում։ Սա հերթական կապիտուլյացիոն պահանջն է, որը հայկական կողմը կատարում է։ Սա առաջին դեպքը չէ։ Հիշենք 3 տարի առաջ Բերձորի հանձնումը առանց մեկ կրակոցի։ Ինչ ունեցանք դրա դիմաց, ոչինչ։ Ավելի ճիշտ, նախ շրջափակված, ապա եւ բռնազավթված ու հայաթափված Արցախ։ 8 հայկական գյուղերի հանձնման գործընթացով, որը նախաձեռնել է գործող քաղաքական ռեժիմը, նպատակ է դրվել Հայաստանը դնելու ել ավելի ծանր տրանսպորտային շրջափակման մեջ։ Գաղտնիք չէ, Տիգրանաշենը գերկարևոր է, քանի որ այդտեղով է անցնում մեր հիմնական ճանապարհը դեպի հարավ, իսկ Վրաստանին կապող մեր ճանապարհն անցնում է Տավուշով։ Այսինքն այս երկու ճանապարհները կհայտնվեն արգելափակման վտանգի առաջ։ Վրաստանին կապող երկաթգիծը ևս անցնում է հանձնվելիք գյուղերի մոտակայքով, ադրբեջանցիները հայտնվելու են երկաթգծին շատ մոտ, եւ եթե նույնիսկ շրջանցիկ ճանապարհ կառուցենք, ինչպես հիմա փորձում են մեզ մատուցել, այն հայտնվելու է թշնամու կրակային վերահսկողության ներքո։ Տեղի է ունենում Հայաստանի մասնատման, քայքայման եւ ոչնչացման գործընթաց, սա նոր կապիտուլյացիա է։ Այն արվում է միակողմանիորեն, եւ այստեղ ներկայացված օրակարգում միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն են։ Ցավոք սրտի գործող իշխանությունն այն իրականացնում է ոչ թե ճնշման տակ, այլ մեծագույն հաճույքով։ Նրանք հենց այդ նպատակով էլ բերվել են իշխանության՝ հողերը հանձնելու, երկիրը քանդելու եւ քայքայելու, եւ այդ գործը լավ են անում։ Նախկինում տարեկան ավելի քան 25,000 բեռնատար էր հատում հայ-իրանական սահմանը եւ շարժվում դեպի Վրաստանի նավահանգիստներ։ Սա բավական մեծ եկամուտ էր բերում Հայաստանին։ Մենք սրանից էլ կզրկվենք, քանի որ երբ Տիգրանաշենով փակում են մեր ճանապարհը, որևէ այլընտրանք չի մնում։ Սուտ են այլընտրանքային ճանապարհի մասին պնդումները։ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհը ևս հարմարեցված չէ բեռնատարների երթևեկության համար։ Վեդիով կառուցվելիք նոր ճանապարհը նույնպես հարմարեցված չի լինելու բեռնատարների համար։ Այսինքն, բացի քաղաքական, բարոյական եւ այլ վնասներից, Հայաստանը նաեւ ահռելի տնտեսական վնասների առաջ է կանգնելու։ Նպատակը հենց սա է՝ հնարավորինս վնաս հասցնել Հայաստանին։ Բոլոր քաղաքական ուժերի ելակետը պետք է լինեն բացառապես սահմանադրությունը եւ Հայաստանի անկախության հռչակագիրը։ Մեր անկախության հռչակագրում ասվում է, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ եւ հետագայում նպատակ ունի միավորվելու Հայաստանի հետ։ Գնալով նման քայլի, գործող քաղաքական ռեժիմը խախտում է սահմանադրությունը։ Ի պաշտպանություն մայրօրենքի պետք է քրեականացնել սահմանադրության խախտման ցանկացած փորձ, տվյալ դեպքում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու եւ այդ մասին հայտարարելու ցանկացած փորձ եւ պաշտոնական ելույթ։ Մեծ թվով կազմակերպություններ, անհատներ փորձեցին հասնել օրենսդրական փոփոխության, հայակվե նախաձեռնությամբ 58,000 ստորագրություն հավաքելով, ցույց տալով, որ գործող քաղաքական ռեժիմը լեգիտիմ չէ նման փաստաթուղթ ստորագրելու համար, ու հենց այդ ռեժիմն էլ տապալեց խորհրդարանում առաջին քաղաքացիական օրինագծի անգամ քննարկումը։ Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել եւ բարոյալեքել։ 44-օրյա պատերազմը ցավոք սրտի այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ։ Նորմալ է, երբ մարդը պատերազմ չի ուզում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ այս քաղաքական ռեժիմը գոյություն ունի պատերազմի եւ նրա վախի շնորհիվ։ Իրականում 2018 թվականից սկսված, հենց հեղափոխության օրից սկսած մենք կապիտուլացվում ենք։ Առ այսօր կապիտուլացվում ենք։ Ես չեմ կարծում, որ այն թշնամինով, որ մեր նկատմամբ գոյաբանական ոչնչացնելու հարց ունի մեզ, այսօր փոխվել է։ Ինչ խաղաղություն։ Այս պայմանների մեջ խաղաղություն։ Ճիշտ ասած, ինձ թվում է ավելի շուտ կապիտուլյացիա է, քան թե խաղաղության պայմանագիր, որովհետև ես չեմ պատկերացնում, որ կարելի է խաղաղության պայմանագիրը միակողմանի զիջումներով լինի։ Բանակցությունները ամեն դեպքում պետք է ասենք ինչ որ երկկողմանի շահ, ասենք թեկուզ եթե մենք պարտվեցինք պատերազմում, բայց հնարավոր չի մի ասենք ինչ որ մի հատ խաղաղության պայմանագիր կնքել, որում Հայաստանի շահերը բացարձակապես անտեսված են։ Այսինքն ոչ մեր գրաված տարածքներն են ազատագրվելու, ոչ ասենք մեր գերիներին են վերադարձնելու, ոչ ասենք իրենց ինչ որ տարածքային հավակնություններից են անում, որտեղ նրանք ինչպես ասել են, այնպես շարունակում են ասել, որ սա արևմտյան Ադրբեջանը, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան եւ այլն, այսինքն մեր ազգային պետական շահը ամբողջությամբ անտեսված է, ուստի դա կապիտուլյացիա, դա ասենք խաղաղության պայմանագիր չի։ Խաղաղության պայմանագիրը ճիշտ չի, որովհետև նրանք ոնց ասեմ, իրանց մտադրությունն ուրիշ է, բայց խաղաղություն այդ դեպքում
խաղաղություն չի լինի, սա ավելի վատ է լինելու։ Քանի այս ռեժիմը եւ նրա պարագլուխը կան, մեզ անընդհատ սպառնալու են, մենք անընդհատ լինելու ենք վախերի մեջ եւ պատերազմի անվան տակ մեզ շարունակաբար տանելու են նորանոր զիջումների։ Սա ոչ թե պատերազմի վտանգների դեմ զիջման քաղաքականություն է, այլ երկիրը վաճառելու մտածված քաղաքական կուրս, որը սրանք քայլ առ քայլ հետևողականորեն տանում են առաջ։ Դա պետք է խափանել եւ հնարավորինս շուտ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ իրեսն է ճիշտ։